Օրը բարի է, թանկագիներս, լավ օր եմ մաղթում բոլորիդ։ Գիտեք իմ վերնագիրը օրը բարի է, եւ ես շատ կարդալու եմ բարի թե չարից։ Հիմա միտեղ կա Աստծո խոսքում նաեւ 2 Կորինթացիս 5-րդ գլուխ 10-րդ խոսքում այսպես է ասում. որովհետեւ մենք ամենս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջին, որ ամեն մեկը ընդունի իր մարմնովը, ինչ որ գործեց, թե բարի եւ թե չար։ Ցենես ամեն մեկս մի օր կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջը։ Ուզենք կանգնելու ենք, ուզենք թողնելու ենք այս երկիրը։ Դրա համար առաջի խոսքում այսպես է ասում. որովհետեւ գիտենք, որ եթե մեր վրանի երկրավոր շինվածքը քանդվի, Աստվածանից մի շինվածք ունենք, անձեռագործ մի տուն, որ հավիտենական է երկնքումը։ Եվ հենց սրանում հառաչում ենք ցանկալնալով հագնել մեր այն բնակությունը, որ երկնքիսն է։ Միայն թե երբ որ այն հագնենք, մերկ չգտնվենք։ Ցենես ինչ անենք, որ մերկ չգտնվենք։ Այստեղ պատասխանը սա է. եթե մենք բարի գործեր անենք երկրի վրա, ապրենք Քրիստոսով, ցենես հաստատ մերկ չեն գտնվի։ Իսկ եթե չար, մեր մերկությունը կերևա, ինչպես հայտնության գրքում ասում, քո մերկությունը ծածկիր։ Ցենես եկեք մեր մերկությունը ծածկենք մեր բարի գործերով։ Տերը օրհնի ձեզ, օրը բարի է։